Նավասարդ Պապը տասնյակ տարիներ ուսուցիչ է աշխատել, արդեն 2 տարի բնակվում է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում, պայմաններից գոհ է, միայն ցանկանում է, որ այս կանաչապատ տարածքում շատ ծաղիկներ տնկվեն, խոստանում է խնամել, մինչ տնօրինությունը քննարկում է առաջարկը, Նավասարդ Պապը ծառատունկի է մասնակցում։ Երիտասարդության էլ խորհուրդ եմ տալիս, բարի գործ է, մենք հնուց ավանդույթ ունենք, որ ասվել է, տուն շինիր, ծառ տնկիր, երկուսն էլ բարիք են մարդկանց համար։ Էդի նկատի ունենալով էլ ես երջանիկ եմ զգում, որ մասնակցում եմ ծառատունկին։ Ինտերնատի այս տարածքն այնքան էլ բարեկարգ չէ։ Համաքաղաքային շաբաթօրյակի մասնակից տարեցները ծառ են տնկում սոցապ նախարարի հետ։ Տնկիները 100-ն են՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Ընդհանրապես ցանկացած ծառ նշանակում է խորհրդանշում է կյանք, հարատևություն եւ կարծում եմ այդ առումով, որ մեր պայքարը պետք է լինի ավելի շատ ապրելով, հզորանալով, ուժեղանալով եւ ոչ թե ողբալով։ Տուն-ինտերնատի տարածքում Քուվեյթի ֆինանսավորած ծրագրով նոր մասնաշենք է կառուցվում։ Մասնաշենքը կծառայի անկողնային խնամքի կարիք ունեցողներին, ապահովելով անհրաժեշտ ծառայություններ։ Արտեմ Ասատրյանի խոսքով կենտրոնի կարիքը մեծ է, նմանօրինակը չունենք։ Մեր տուն-ինտերնատում խնամվող տարեցների կյանքի որակի բարելավման հետ կապված կատարվող աշխատանքները բավականին դրական են ընդունվում նաև, բայց բնականը նաև պահանջարկն է անդադ ավելանում, մեծանում եւ պետությունն էլ փորձում է հնարավորին շրջանակներում առավելագույնը լուծել խնդիրները։ Թիվ 1 տուն-ինտերնատում 200 տարեց է բնակվում։ Նոր մասնաշենքում օգնություն կցուցաբերեն անկողնային խնամքի կարիք ունեցող 60 տարեցի։ Շինարարական աշխատանքները կավարտվեն 2 ամսից։ Լուիզա Սուքիասյան, Նարեկ Եղիազարյան, Աշոտ Սարգսյան, Այսօր։